Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Իրինա Ատանյանն, ժամը 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։ Այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի ունի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթ հավասարապես հարգի որպես համամարտկային արժեք։ Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այսօրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը ճանաչենք, դրանք որպես մեր կյանքը պլանավորող կարևոր արժեքներ, ասել է նախարարը։ Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հայերենով ուղերձ եղել նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ուղերձից հետո դեսպանը հայերենով կարդացել է Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունը։ ՀՅԴ բյուրոյի հրավերով փետրվարի 19-ից 20-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով, մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպչական կառույցների ներկայացուցիչների, առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության և մեր պետականության անվտանգության, մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետևողական ու միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարևորությունը։ Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցրել Ռուսաստանի Վոտկինսկ քաղաքի գործարանին, որը դետալներ է արտադրում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար։ Գրոհի մասին տեղեկատվությունը հաստատել են տեղական իշխանությունները։ Ուդմուրտիայի հանրապետության օբյեկտներից մեկը անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել։ Օպերատիվ տվյալներով կան ավերածություններ և տուժածներ, հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Օրագիր Նյուզը բազմաթիվ ահազանգներ է ստանում շնասերներից։ Կենդանիները փսխում են, հրաժարվում սննդից, դառնում են թուլացած։ Մեզ դիմաց կենդանասերներից մեկը պատմեց, որ շունը վատացել էր և նրան տեղափոխել էին անասնաբուժական կլինիկա։ Բժիշկները նշել են մի քանի հնարավոր վարկած։ Վարկածներից մեկը վերաբերում է տեխնիկական աղին։ Տեխնիկական աղը, որը ցանել էին սառույցների վրա, ունի քայքայիչ ազդեցություն և կարող է առաջացնել աղիքային թունավորում։ Դեռ հայտնի չէ, խոսքը առանձին դեպքերի մասին է, տարածվող համաճարակի թե արհեստական վիրուսի։ Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ալ-Դին Նասիմի փիլիսոփայական տողերը իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Շնորհակալություն բոլորին, այդ թվում անծանոթներին, ովքեր գրում են ինձ, ես այնքան շատ նամակներ եմ ստանում անծանոթներից, գրել է Ռուբեն Վարդանյանը։ Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ, այդ թվում իրավապահ մարմինների մոտ 200 աշխատակից։ Այս մասին X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով մահացածների անունները հրապարակել են լիովին թափանցիկ ցուցակում։ Եթե որևէ մեկը կասկածում է այս տվյալների ճշգրտությանը, խնդրում եմ տրամադրել որևէ ապացույց, գրել է նա։ Նշենք, որ իրավապաշտպան միջազգային որոշ կառույցներ ասում էին, թե Իրանում վերջին ցույցերի ժամանակ 30,000 մարդ է զոհվել։ 3 փետրվարի 20-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են Toyota Prado մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձել է դիմել փախուստի։ Բարեկները վարորդին ենթարկել են վարչական պատասխանատվության։ Նա եղել է ոչ սթափ վիճակում, ինչի փաստով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանն է։ Փետրվարի 22-ի երեկոյան 23-25 առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին ողջ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ից 3-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-ից 5 աստիճանով, իսկ 24-ից 26-ից երեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-ից 8 աստիճանով։ Երևանում փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ի ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին թաց ձյուն և ձնախառն անձրև։